Բարի երեկո, այսօր մայիսի 11-ն է, առաջինի եթերում գլխավոր թողարկումը, այսօր ծրագրում։ Շարմ էլ-Շեյխում ընթացող Չմիացած երկրների շարժման արտգործնախարարների հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ունեցել է մոտ 1,5 տասնյակ երկկողմ հանդիպում, հանդես եկել ելույթով։ 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Սալվադոր Էսկիլաչին հասկանալի չէ, թե ինչու առ այսօր Արցախը միջազգայինորեն չի ճանաչվել։ Ֆուտբոլի լեգենդը Արցախում էր մինի ֆուտբոլի բարեգործական մրցաշարի մասնակցելու նպատակով։ Ոստիկանության օպերատիվ շտաբն ամփոփել է քարոզարշավի, ընտրությունների օրը եւ ընտրություններին հաջորդած օրերին ոստիկանությունում քննարկված 174 դեպքերի արդյունքները։ 122 դեպքով նախապատրաստվում են նյութեր։ Դասական Եվրատեսիլի եզրափակիչում Հայաստանը կներկայացնի վիրտուոզ կանոնահար Նարեկ Կազազյանը։ Համերգը կլինի առաջին ալիքի ուղիղ եթերում։ Սկսենք Եգիպտոսից։ Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացել է Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը։ Եգիպտոսյան հանդիպմանը մասնակցել է Հայաստանի արտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը 14 հանդիպում է ունեցել իր գործընկերների հետ։ Արտգործնախարարների նիստում Հայաստանի արտգործնախարարը նաև ելույթ է ունեցել։ Էդվարդ Նալբանդյանը եւ Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմադ Ամրը անդրադարձել են հայ-եգիպտոսյան փոխգործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Մտքեր են փոխանակվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Մուհամմադ Ամրը նշել է, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։ Նալբանդյանի եւ Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի բանակցությունների օրակարգում անցյալ տարեվերջին Լիբանանի նախագահի Երևան այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն էր։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Պաղեստինի արտգործնախարար Ռիադ Ալ-Մալիքիի հետ։ Մտքեր են փոխանակվել հայ-պաղեստինյան հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Հաջորդ հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհիի հետ էր։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրներ։ Իսկ Կամերունի արտգործնախարար Պիեր Բբոնջոյի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրել միմյանց մայրաքաղաքներում։ Միջազգային կառույցներում համագործակցության հարցերին էր նվիրված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի եւ Նոր Զելանդիայի նրա պաշտոնակից Մյուեր Մկքալլիի հանդիպումը։ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Իրաքի պաշտոնակից Հոշիար Զեբարին վերահաստատել է իրաքյան կառավարության որոշումը Երևանում դեսպանություն հիմնելու մասին։ Շարմ էլ-Շեյխյան հաջորդ հանդիպումը Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջոաննա Հևիթիի հետ էր։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ուղիներին։ Շարմ էլ-Շեյխում ընթացող Չմիացած երկրների շարժման արտգործնախարարների հանդիպմանը նախարար Նալբանդյանը հանդես եկել ելույթով։ Հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, ասել է Հայաստանի արտգործնախարարը։ Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Մեջբերում են»։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարության քարոզչական բնույթը հավելյալ մեկնաբանության կարիք չունի։ Ադրբեջանը ընդամենը 1 տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ եւ արդեն փորձում է թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին, ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ։ Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում բանակցային գործընթացի տրամաբանությանը, որն արտացոլված է ԵԱՀԿ շրջանակներում, Աստանայի գագաթնաժողովին, Հելսինկիի, Աթենկիի, Ալմատիի, Վիլնյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում։ Այս փաստաթղթերը կարևորում են միջազգային իրավունքի 3 սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության, որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր։ Ցավոք 382-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայինորեն ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր եզրույթը։ Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը, այլև հակասում Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին։ Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռքբերված պայմանավորվածությունների խախտումը, ինչպես այլ կերպ կարելի է բնութագրել Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե Ադրբեջանի համար մեկ թշնամին աշխարհի հայերն են։ Միջազգային կազմակերպությունները համապատասխան գնահատականներ են տալիս Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին։ Մեջբերման ավարտը։ Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Շարմ էլ-Շեյխից մեկնել է Կահիրը, որտեղ հանդիպում է ունեցել Եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նալբանդյանը ներկայացրել է հայրենիքում իրականացող բարեփոխումները, անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Մայիսի 10-ին ՄԱԿ-ում տեղի ունեցել Անվտանգության խորհրդի հակահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անցկացվել է Ադրբեջանի նախագահության ներքո։ Բաքվի ներկայացուցիչը փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը մերժելու համար հանդիպմանը ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը, օգտագործելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ եւ ստահոդ հայտարարությունները։ Անվտանգության խորհրդի անդամ երկրների ճնշման արդյունքում ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանին։ Հայաստանի դեսպանը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի գործում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարևան երկրների հետ սահմանների փակ լինելը եւ մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցները հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում։ Դեսպանը նաեւ հավելել է, որ այդ խմբավորումները Կովկասյան տարածաշրջանում զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, ինչի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի անբավարար հակահաբեկչական քայլերի առնչությամբ։ Դեսպան Նազարյանը նաև նշել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապը Ալ-Քաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90-ականների սկզբին, եւ որ այդ պատճառով էլ անդրաժեշտ է դրսևորել զգոնություն, թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկում ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով։ Իդեպ այսօր որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը Ալիևի մայիսի 4-ի ելույթի առնչությամբ, որն առաջացրել էր անդամ երկրների տարակուսանքն ու հիասթափությունը։ Լիտվայի խորհրդարանի օրակարգ մտած Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանամետ Վանաձևի նախագիծը մերժվել է։ Քվեարկությունից առաջ կայացած քննարկումների ժամանակ լիտվացի որոշ падգամավորներ նույնիսկ հնչեցրել են Արցախի ճանաչման անհրաժեշտության գաղափարը։ Ադրբեջանական լոբին ձախողվել է նաև Շվեդիայում։ Շվեդիայի Ռիքսդագը ևս մերժել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի միջնորդագիրը, որը փաստացի դեմ է Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջազգային սկզբունքներին։ Սույն միջնորդագիրը շեղվում էր հակամարտության կարգավորման հարցում ձեռք բերված այդ թվում Մադրիդի սկզբունքներից։ Փոխարենը շվեդական խորհրդարանն ընդունել է բանաձև, որում ասվում է. Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հարկավոր է խաղաղ լուծում եւ կախնդրի լուծման մեխանիզմ։ Դա Մինսկի խմբի պարտականությունն է։ Արտաքին գործերի հանձնաժողովը սատարում է ԵԱԿ-ի շրջանակներում գործադրվող ջանքերին։ Հասկանալի չէ, թե ինչու առ այսօր Արցախը միջազգայինորեն չի ճանաչվել։ Երևանում հայտարարել է իտալական ֆուտբոլի լեգենդ 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Սալվադորե Սկիլաչին։ Անվանի ֆուտբոլիստը մեր երկրում է սիրողական ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի հրավերով եւ արդեն մասնակցել է Արցախում կազմակերպված մինի ֆուտբոլի բարեգործական մրցաշարին։ Նա տպավորված է Հայաստանով ու Արցախով, իսկ Արցախի բնապատկերները նմանեցնում է Իտալիային։ Սալվադորե Սկիլաչին ասել է նաև, որ մինչև այսօր շրջագայությունը պատկերացում չուներ հայկական ֆուտբոլի մասին, սակայն հիմա հասկացել է, որ Իտալիայի հավաքականին ԱՄՆ-վին էլ հեշտ չի լինելու մեր ընտրանու հետ առաջիկա խաղերում։ Իսկ այժմ ենթընտրական թեմաների մասին։ Ազգային ժողովի նախագահային կից ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիտորինգային խումբն ամփոփել է հանձնաժողովի աշխատանքը։ Սամվել Նիկոյանի հավաստմամբ աշխատանքային խումբն ունեցել է ընտրախախտումների կանխարգելիչ գործառույթ։ Մոնիտորինգի խումբը նամակներ է ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կապված դրոշմակնիկների խնդրի հետ, ինչպես նաև կրթության նախարարին ուսումնական հաստատություններում քարոզչություն իրականացնելու վերաբերյալ։ Երկու դեպքում էլ բարձրացված խնդիրները ստացել են դրական լուծումներ։ Հասարակական կազմակերպությունների անդամներն ազգային ժողովի նախագահին են ներկայացրել ընտրական գործընթացի թերացումների վերաբերյալ իրենց նախնական դիտարկումները։ Բոլոր առաջարկները կամփոփվեն միասնական հայտարարության մեջ։ Անհրաժեշտության դեպքում կտրվեն հանրային քննարկման, հետագայում դրանց օրենսդրական լուծում տալու նպատակով, ասել է ազգային ժողովի նախագահը։ Անհրաժեշտությունը կա այս աշխատանքային խմբի աշխատանքները շարունակական դարձնել եւ կիրառել հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ։ Նոր է մեզ համար, բայց արդեն մենք փորձ ունենք եւ դա շարունակական, կարծում եմ ճիշտ կլինի որ լինի։